Հեծանները որտեղ որ քշում եք ընկնում է ջուրը, ոչ միտեղ բաց չկա։ Սա կանալիզացիայի ջուրն է, աստո գնացել է լուկը փակել։ Էջմիածնի Ղարիբջանյան փողոցի փոքրիկները մեկ ամսից ավելի է փողոցում խաղալ ու անցուդարձ անել չեն կարողանում։ Պատճառը խցանված կոյուղին է, պարբերաբար կոյուղաջրերը սկսում են հոսել փողոցով։ Երեխային խաղում են, երեխեքը սաղ ամեն րոպե սրանց գոռում եմ։ Սեպուկ չընկնեք այդ ջուրը, երեխեք գնդակը չգցեք այդ ջուրը։ Բռնցրած ստից տուպիկով Անեմ դուրս է գալիս, հոտից խեղտվում ենք։ Ամսից ավելա դուրս է եկել, էս մնումա։ Թե ում պիտի ասենք, ով պիտի գա մենք չգիտենք։ Բնակիչներն ասում են կոյուղու խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ խմելու ջրի խողովակները նորոգելու եկած մարդիկ վնասել են, հետո ինչպես կարողացել են այդ պահին ամրացրել են ու հեռացել։ Ատենց էլ մի կերպ կպցրեցին, ծածկեցին, գնացին։ Այդ ժամանակվանից կոյուղին նորմալ չի աշխատում։ Անձրևաջուրը լցվում է, բարձրանում է, լցվում է տներ։ Պատուհան բացելուց բացի բնակիչները նաև փողոցում կանգնել չեն կարողանում։ Օֆիկն ասում է, գարշահոտն ուղղակի անտանելի է դառնում, հատկապես այն ժամանակ, երբ արև է լինում։ Իրիկվա կողմը դուրս են գալիս սաղովս նստում ենք, նստել չի լում։ Կամ ասենց անցնենք, այն ջրից մի քիչ բերենք, խելագարվում ենք հոտից։ Բնակիչներին զայրացրել է պատասխանատուների անտարբերությունը, մեկ անգամ չէ, որ զանգահարել են, պատասխանը նույնն է եղել, անպայման կմոտենան։ Հարյուր անգամ զանգել ենք, ասում ենք կգանք, մի մտածեք, ոչ ոք չի գալիս, խաբում են։ Սակայն բնակիչներից մեկով նաև Էջմիածնի քաղաքապետարանում է աշխատում, ներկայացրեց ուշացման պատճառը։ 2 օր առաջ ահազանգել եմ, կենտրոնում շատ գործ կար, չէին կարողանում, սոր նորից ասել եմ, ասին հեսա կուղարկենք։ Այս մարդը քաղաքսովետի բաժնի պետա, այս մարդը, որ իր խոսքը չեն լսեմ, մերը կլսեն։ Բայց չզլացավ, հենց մեր նկարահանման ժամանակ կրկին զանգ տվեց։ Թե գծից մարդիկ են եկել, հիմա ուղարկեք թող գան։ 50 տարի այս ճանապարհը դարուփոս։ Սա էլ երկրորդ խնդիրն է, որ ունեն Ղարիբջանյան փողոցում ապրողները, եթե կոյուղու խնդիրը նոր է, նույնը չեն կարող ասել ճանապարհի մասին, սակայն քաղաքապետարանի աշխատակիցն այս ամենի պատասխանն էլ ունի։ Գումարը պետք է բավարարել, բանով չի։ Հենց ով հենց ասի արեք ասֆալտը, գանու ասֆալտը։ 50 տարի գումար չլավ է։ Փողոց։ Ավելի ուշ բնակիչները մեզ հայտնեցին, որ աշխատակիցները հասցե են եկել մաքրել ամբողջ կոյուղին, նաև դիտահորերը, սակայն աշխատանքներն այդքանով չեն ավարտվել, խոստացել են, որ կվերադառնան։ Նունե Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։